Հա, ուրեմն քաղաքը խիստ մարզադպրոցների կարիք ունի, բացի Շենգավիթ եւ Արաբկիր, Էսպանիան մարզադպրոցներ չունենք, որ համապատասխանում են ստանդարտ չափսերին։ Ցավալի է, այստեղ դու կարեք ոչ միայն քաղաքի բյուջեվասանեք, կարեք համագործակցեք բիզնեսմենների հետ, օրինակ Մալացիա Սեբաստիա մեծ համայնքի նման մի մարզադպրոց չկա։ Այդտեղ կա մեծ գործարար Սամվել Ալեքսանյան, որ դուք կարեք դիմեք, չեմ կարծում մերժի, հողը տվեք, մնացածը իր միջոցով գա։ Այսինքն այդ պրակտիկան բոլոր երկրներում քաղաքներում կա, ինչու չեք արել, ինչու չեք անում, չեմ հասկանում։ Այստեղ Մալացիա օրինակ շրջանում կա 174 դպրոցում բասկետբոլի ծրագիր կա, որ մասնավորապես շատ հարմար չնչին գներով են անում։ Այդ դպրոցը օրինակ դուք պիտի գնաք վիճակը տեսնեք, օղակները պրուժիններ չունեն, նույն Էրեբունի համայնքում 160 դպրոցում, Ավանում 171 դպրոցում, Աջափնյակում 100 դպրոցում, Նորնորքում 143 դպրոցը, Նորք Մարաշ 157 դպրոց, այդ հատակները դուք շիրիվովկա չեք անում, այստեղ նորակառույցի կարիքն չկա, ընդհանրապես շիրիվովկա արեք, օղակներ դզեք, պատեր դզեք, եղավ գոնե մինիմում ստանդարտների համապատասխանում մարզասրաններ, որ երեխեք կարեն պարապեն, հետո նորերը պիտի կառուցվեն։ Նորերը կառուցվելուց էլ խնդրում եմ, ստե պետություններ ոնց որ սխալմունք անում է, չափերը փոքր եք սակում ու պատը ճիշտ հասնում է ասենք մարզասրահի եզրին։ 2-3 մետր խնայի մեկ լեն սարքիկ, որ մարդիկ նստում են կարող խաղան, նայեն ոտերը չբարձրացնեն ամեն անգամ երեխեքը վազելուց։ Այսինքն այդ ագահությունը որտեղից է գալիս, մի քիչ նորմալ ստանդարտներին համապատասխանեցեք, կողքերն ավել դրեք մի քիչ։ Ստեղ ծանրամարտության խնդիր կա քաղաքում, 15-16 տարեկան տղաները, աղջիկներն նույնպես արդեն պիտի ծանրամարզությունով պարապեն, չկա, սաղ Երևանում տեղ չկա, 25-30-35 հազար դրամ են ամսավճարի մի երկու մասնավոր 3 տեղ որ կա, էդ է, այսինքն զրկված են, ընդհանրապես այս երկիրը քաղաքը զրկված է սպորտի զարգացումից։ Ֆուտբոլի դաշտեր եք սարքում, գարաժի մնում է տեղը լենությունը ֆուտբոլի դաշտերն 10 մետր, մի հատ գարաժը փոխարեն հանեք մի քիչ լեներներ երեխեք կարող են խաղային, ասում եք բակերն ենք վերադարձում, ոչ նորմալ չեք վերադարձում, անում եք մի հատ երկու հատ են հանեք, նորմալ տարածքներ տվեք երեխեք խաղան։ Լավ, անցնենք մյուս խնդրին, ստեղ ուրեմն չգիտեմ Երևանի ժողովուրդը եթե գոհ են տրանսպորտի վիճակից, այսինքն խցանումների վիճակից, եթե տեղյակ չեք, ես վերջերս գիտեմ շատ փոփոխություններ եղել, անդադ ավտոբուսի գծեր են դրվում, հանվում են, հետիոթի գծեր են դրվում, հանում են, կարմիր կանաչ լույսեր կան, որ ժամկետներին չեն համապատասխանում, տեղեր կա, որ պիտի ավելի երկար լինի, 30 վայրկյան, բայց 15 վայրկյան, այստեղ պատասխանատուն մի անձ է, որ տրանսպորտի վարչության պետն է այստեղ եւ քրեական գործերը հարուցվածվեն, ես այս վերջերս եմ իմացել, $2 միլիոն փող ազեցել հապսակել ըստ կասկածանքի կարմիր գծերի ղեկավարն էր, քրեական գործ արեցած $2 միլիոն ուզում էր հապշակել, 4 գույքի բռնակացման քրեական գործ կա դեմը, 324 միլիոն դրամի գույք, մոտավորապես $5 միլիոն ավան, ու վերջերս էլ հետ կնորեն գրեց, որ ՍՊ ստեղծել Ամչի անունով, որը սպասարկում է մեր ավտոբուսներին, սա կասկածանքներ են, մի մասը քրեական գործ կա, բայց ինչպես է կարող կասկածյալ գողավազակը կա մեր վարչության պետ աշխատի, ոնց եք դուք թույլ տալիս, ուրա պարոն Ավինյան, լավ է լիար գտնում եք, մյուս խնդիրը շին թույլտվությունները 535 հարկանի շենքեր եք ուզում կառուցել Օրբելի փողոցի վրա, ով է դրա թույլտվությունը տվել, Սիրուն աշկերի համար եք իրան թույլտվությունը, մենք վերտեղյակ չենք ով է ոնց եք թույլտվությունը տվել, այդ ինչքան կաշառքատ է ձեզ տված եղել թե, որտև ես հաստատ գիտեմ Սիրուն Բեխերի համար թույլտվություն չեք տալիս։ Պարոն Փամբուչյան, ես խնդրեմ արձագանքեմ, հա, եթե կարելի է։ Ես արձագանքեմ, պարոն Հարությունյան, պարոն Զարուկյան, ուզում եմ ձեզ հիշեցնել մեր երկրի սահմանադրության հիմնարար սկզբունքներից մեկի մասին մարդու իրավունքների, որ քանի դեռ մարդու մեղքը ապացուցված չէ դատարանով, նա անմեղ է։
դա իրավաբանության տենց ամենա տենց Պարոն Փամփուշյան, նախ ես ուզում եմ մեկնաբանել, որ սուտ է խոսում Պետրոս Զարուկյանը, ին վրա քրեական գործ չկա հարուցված, կեղծ տեղեկություն է տրամադրում, ինչ վերաբերում է հոդվածին, հոդվածի մասով մանրամասն փաստերով բարձրաբանումը իմ Facebook-յան էջում գրված է կարա ծանոթանա, որ կեղծ տեղեկություններ չտրամադրի, եւ երրորդը կուզեմ հավելեմ, որ պարոն Զարուկյանը ինչքան է փորձին վրա ճնշումներ գործադրել, ձեր բարձրացած հարցը, ձեր իրավախախտումները կարճելու մասով այդ ճնշումներով չեք կարողանալ լուծել, դրա հիմքերը չկա։